Այս պոռնիկներին բոլորին բացահայտել են։ Մնում է դուք գիտակցեք, հասկանաք, միանակին ազգային ազատագրական պայքարին այս բոլորին հրապարակավ սատկացնեն։ Սրանք բոլորը պետական դավաճաններ են, միջազգային հանցագործներ։ Հիմա ես հրապարակավ հայտարարություն եմ անում միջազգային բոլոր կառույցներին, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի, Եվրոխորհրդի, Եվրոմիությանը, ՄԱԿ-ի բոլոր անդամ պետություններին։ Ուշադիր լսեք։ Հայաստանս բռնազավթված է, Արմենիան է բռնազավթված իր բոլոր տարածքներով։ Եվ ձեր, եթե դուք որևիցե աջակցություն, ձեր իսկ պարտավորությունը, որովհետև մենք էլ ՄԱԿ-ի անդամ պետություն ենք եւ ՄԱԿ-ի անդամ բոլոր պետությունները ցանկացած ագրեսիայի, այսինքն ներխուժում, անեքսիայի արկայության դեպքում պարտավոր են իրենց միջազգային զորքերը, մենք էլ ունենք այս միջազգային զորքեր կոչվածի մեջ որոշակի հատված, որոնք ծառայում են այս միջազգային կոչված համակարգին։ Հիմա, եթե դուք համապատասխան միջոցներ չձեռնարկեցիք եւ չազատագրեցիք մեր պետությունը բռնազավթած 30 տարի այս թուրքաջուդական գործակալներից, ինչպես նաեւ Ադրբեջան կոչված թուրքաջուդական գործակալներից, որոնք ներխուժել են մեր Հայաստանի վարչատարածքային սահմաններից ներս եւ բռնություն են իրականացնում, զավթում են մեր տարածքները, արևանգում են մեր քաղաքացիներին, բացի դա 10,000-ից ավել ցեղասպանել են, դա ցեղասպանության նորից կոնվենցիան է, բացի դա այլ կենսաբանական զենքերով, լաբորատորիաներով, որոնք գործում են ձեր իսկ անմիջական մասնակցությամբ, եթե դուք համապատասխան միջոցներ չձեռնարկեցիք եւ այդ ագրեսորին, այդ թվում նաեւ Ռուսաստան կոչվածին, ավելի շուտ, RF կոչվածին, որը բռնազավթել է SSSR-ի տարածքները, նրա իշխանությունը, այդ թվում նաեւ Հայաստանի սկսած 90 թվականներից եւ նրանց համակարգերին, այսինքն նշանակում է մի բան, որ դուք անմիջական մասնակցություն ունեք մեր ազգի, մեր պետության դեմ ագրեսիայի, ցեղասպանության, պետության պետականության վերացման անմիջական ծրագրին։ Հիմա հայտարարությունը տված է։ Դուք անմիջապես հենց այս վարքյանից պիտի ձեր համապատասխան միջոցները կիրառեք, ձեռնարկեք, ուղարկեք միջազգային զորք, որ այս ռուսին, ադրբեջանցուն, ինչպես նաև այս վիժվածքներին իրենց համապատասխան միջազգային օրենքներով Հաագայի դատարանում պատիժը տակ։ Էսի հայտարարություն Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնակատար Ռոբերտ Սիմոնյանի կողմից։ Սա մեկ, երկրորդը, ազգիս եմ դիմում։ Սրանք բոլորը ապօրինի են, անօրինական են։ Միացեք ազգային ազատագրական պայքարին, որ սրանց այս բոլորին հրապարակավ կախաղան հանեն, սրանց բոլորին պետական որպես դավաճաններ, միջազգային հանցագործներ գնդակահարենք։ Այսքանը։ Սպասում եմ ձեր ուղեղային հատվածի աշխատանքին։ Իդեպ նորից կրկնեմ մի հատ։ Համակարգ կոչվածներում գործող աշխատող երևույթներ։ Եթե ձեր գիտակցությունը չի հասել, թե դա այսօր ինչ է կատարվում եւ դուք ինչին եք մասնակից ելնում, ուրեմն ավելի վատ ձեզ համար։ Իսկ ովքեր, որովհետեւ անմիջական մասնակցություն եք ունենում մեր ազգի ցեղասպանությանը, պետության պետականության վերացմանը, միջազգային հանցագործություններին։ Այն հատվածը, որը չի գիտակցել, չի գիտակցում, որից հետո իմ ասելուց, իմ ներկայացնելուց, հիմքերը ներկայացնելուց հետո սկսել է գիտակցել, հասկանալ, միացեք ազգային ազատագրական պայքարին, որ մաքրեք ձեր վրայից պետական դավաճանի խարանը։ Եթե ոչ բոլորի հետ համատեղ պատասխանատվության եք ենթարկվելու։ Այսքանը։ Դուրս են գալիս, այս քանի օրը պիտի դուրս գանք։ Միացեք, համախմբվեք, դուրս են գալիս ազգային ազատագրական պայքարի, ազատագրվելու թրքաջուդական լծից, ու սրանք բոլորին իրենց արժանի պատիժը տանք, որպես միջազգային հանցագործներին։